Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 13։ Որովհետև ես քեզ անպատճառ պիտի ազատեմ, և դու սրով չես ընկնի, և քո կյանքը քեզ համար ավարի պես կլինի, որովհետև դու ինձ վստահեցիր, ասում է Տերը։ Երեմիա 39:18 խոսք։ Ահա Աստծուն վստահելու պահպանող զորությունը։ Երուսաղեմի մեծամեծները սրով ընկան, բայց աղքատ Աբդիմելեքը ապահով մնաց, որովհետև իր վստահությունը Եհովայի վրա էր։ Ուրիշ ում վրա պիտի ապավինի մարդը, եթե ոչ իր արարչին։ Հիմարություն է, երբ արարածին գերադասում ենք արարչից։ Երանի թե կարողանայինք ամեն ինչում հավատքով ապրել, այն ժամ ամեն վտանգից մենք կազատվեինք։ Ոչ ոք երբևէ զուր չի վստահել Տիրոջը, և ոչ ոք էլ երբեք զուր չի վստահի։ Տերն ասում է. անպատճառ պիտի ազատեմ։ Նկատի առեք աստվածային անպատճառը։ Ինչ էլ որ անորոշ լինի, հավատացյալների հանդեպ Աստծո հոգատարությունը հաստատ է։ Ինքը անձամբ Աստված բարեպաշտների պահապանն է։ Նրա սուրբ ձեռքի ներքո ապահովություն կա, նույնիսկ երբ ամեն կողմից վտանգներ են շրջապատում։ Կարո՞ղ ենք այս խոստումն ընդունել որպես հաստատություն։ Եթե այո, ապա մեր ներկա նեղության մեջ կտեսնենք, որ այն անսասան է մնում։ Մենք հույս ունենք փրկվել, որովհետև ունենք բարեկամներ, կամ որովհետև խոհեմ ենք, կամ որովհետև հուսադրող նշաններ ենք տեսնում, սակայն դրանցից ոչ մեկն անգամ կեսով այդքան արժեքավոր չէ, որքան Աստծո պարզ խոսքը, որովհետև դու ինձ վստահեցիր։ Սիրելի բարեկամ, փորձիր այս ճանապարհը, և երբ փորձես, ամբողջ կյանքում կպահես նրան։ Այն նույնքան քաղցր է, որքան հաստատուն։